Թշիկ լատիշական հեքիաթ։ Մի անգամ կալվածատիրոջ կառքը ջարդվում է։ Դեռ լավ է, որ այդտեղ մի դարբին է լինում։ Կալվածատերը հրամայում է նորոգել կառքը, իսկ դարբինը աշխատանքի դիմաց պահանջում է 1 ռուբլի։ Ինչ արած, ուզած-չուզած պիտի տա։ Տուն վերադառնալիս կալվածատերն ամբողջ ճանապարհին իրեն ուտում է։ Էսպես դատարկ բանի համար էլ 1 ռուբլի պոկեն։ Ինչքան գործ արեց, որ դուրս է գալիս, որ դարբինը ավելի շատ փող կարող է աշխատել, քան կալվածատերը։ Որ գլխիս զոր տամ, ես էլ կարող եմ դարբնի գործ անել ու գրպաններս փողով լցնել։ Ալամի սպասի, ես պիտի թաքուն նայեմ, թե դարբինը ոնց է աշխատում։ Իսկ հետո նրան պիտի քշեմ կալվածքից, ինքս դարբնություն կանեմ։ Կալվածատերը սկսում է շուտ-շուտ գնալ դարբնոց։ Ու անընդհատ հարց ու փորձ է անում դարբնին։ Սա էլ պատմում է, իսկ ինքը նայում է, թե դարբինը ոնց է կռում։ Շարունակ աչքի փոչով նայելով, որոշ ժամանակ անց իբր թե սովորում է դարբնի արհեստը։ Հետո կալվածատերը դարբնին վռնդում է կալվածքից։ Մյուս օրը հարևան գավառից մի գյուղացի է գալիս ու խնդրում իր բերած երկաթի մեծ կտորից գութան սարքել։ Կալվածատերը փորձված դարբնի պես երկաթը իսկույն վերցնում է ու մտցնում կրակի մեջ։ Վրայից էլ մի կույտ ածուխ է լցնում։ Ասում է. «Էй, կառապան, ապա մի փչիր տեսնեմ»։ Խեղճ կառապանն ինչքան ուժ ունի փչում է, մինչև որ երկաթը շիկանալուց սպիտակում է։ Այստեղ կալվածատերը երկաթը շպրտում է կռանին ու հրամայում գյուղացուն. «Ծեծիր»։ Գյուղացին վերցնում է մեծ մուրճն ու այնպես է խփում, որ 4 կողմը կայծեր են թռչում։ Խփում է, երկաթն արդեն թղթի պես բարակել է, իսկ դարբնի իսկի պետքն էլ չի։ Մի բան գիտի միայն. ծեծիր, հա ծեծիր, ծեծիր, քանի երկաթը տաք է։ Վերջապես երկաթը սևանում է։ Ինչ արած, ստիպված են նորից կրակի մեջ մտցնել երկաթը և վրան էլ ածուխ լցնել։ «Էй, կառապան, փչիր»։ Խեղճ կառապանը նորից այնքան է փչում, որ երկաթը սպիտակում է։ Ու նորից է սկսում կռել։ Գյուղացին արդեն սկսում է կասկածել։ Էսպես որ գնա, մենք երկաթը կփչացնենք, ասում է նա։ Ոչ մի գութան էլ դուրս չի գա։ Ոնց թե դուրս չի գա, բարկանում է կալվածատերը։ Ես քո գութանը կսարքեմ, ասել եմ կսարքեմ, ուրեմն կսարքեմ։ Հեյ, կառապան, մի էստեղ արի, էս հիմարը չի կարողանում լավ ծեծել, դու ավելի լավ գլուխ կհանես։ Կառապանը վերցնում է մուրճն ու խփում։ Խփում, իսկ գութանը չի ստացվում ու չի ստացվում։ Բանի պետք չի քո երկաթը, դրանից գութան չի ստացվի, ավելի լավ է ես կացին սարքեմ։ Ինչ արած, կացին սարքիր, դա էլ է պետք գալիս տնտեսության մեջ։ Նորից են նրանք շիկացած երկաթը կռում։ Ինչքան ուժ ունեն կռում են։ Մի քիչ հետո կալվածատերը տեսնում է, որ երկաթը համարյա վերջացել է։ Լսիր, տանտեր, կացին էլ չի դուրս գալիս ախր, ավելի լավ է ես մի դանակ սարքեմ, հա։ Լավ, դանակ սարքիր, դա էլ է տնտեսության մեջ պետք գալիս։ Նորից են շիկացնում երկաթը, ինչքան ուժ ունեն ծեծում են, բայց կալվածատերը տեսնում է, որ երկաթ համարյա չի մնացել։ Լսիր, դանակ էլ դուրս չի գալիս, ուզում ես մախատ սարքեմ։ Մախատ սարքիր, դա էլ է տնտեսության մեջ պետք գալիս։ Ու նորից շիկացնում են երկաթը ու ծեծում, ծեծում են, ինչքան ուժ ունեն։
Մի քիչ հետո կալվածատերը տեսնում է, որ երկաթից մի փոքրիկ կտոր է մնացել։ Լսիր, տանտեր, մախաթել չի դուրս գալիս, ավելի լավ է ես թշիկ սարքեմ, ասում է կալվածատերը ու վերցնում երկաթից մնացած փոքրիկ կտորը, շիկացնում սպիտակելու աստիճան ու գցում ջրի մեջ։ Թշում է ջուրը։ Ահա, թշիկը պատրաստ է։ Կալվածատերը սարքում է թշիկն ու պահանջում իր աշխատանքի վարձը՝ մի ամբողջ ռուբլի։ Հեյ, ես փող չունեմ, ասում է գյուղացին, բայց տանը ցորեն ունեմ։ Եկեք, պարոն Դարբին, ես ձեզ վայել կերպով կվարձատրեմ։ Ու գյուղացին տուն է գնում։ Կալվածատերն իսկույն կառապանին հրամայում է կառքը լծել։ Նրանք գնում են գյուղացու ետևից, որ շուտ ստանան իրենց վարձը։ Ամբողջ ճանապարհին կալվածատերը սովորեցնում է կառապանին։ Լսիր, ես կգնամ ամբար ցորեն վերցնելու։ Ես ավելի լավ գիտեմ, թե իմ աշխատանքի դիմաց ինչքան ցորեն է հասնում։ Իսկ դու մնա բակում ու լսիր։ Հենց որ տանտերն ասի հերիք է, դու գոռա իմ բաժինն էլ տուր, ես էլ եմ չարչարվել։ Նրանք տեղ են հասնում։ Տանտերը նոր դարբնին անմիջապես տանում է ամբարը։ Իսկ այնտեղ դռան ետևում երկու հաղթանդամ տղա են թաքնվում։ Բռնում են նրանք կալվածատիրոջը, գցում գետնին ու մտրակով տուր թե կտաս։ Կալվածատերը չի ուզում կառապանն իմանա, որ իրեն ծեծում են, ու ատամները սեղմած դիմանում է։ Տանտերը մի լավ ծեծում է կալվածատիրոջն ու ասում տղաներին. հերիք է։ Իսկ կառապանը հենց որ լսում է այդ բառը, դրսից գոռում է. իմ բաժինն էլ տուր, ես էլ եմ չարչարվել։ Դե որ էդպես է, ծիծաղում է տանտերը, ինձ ինչ կա որ, էլի կտամ։ Ու տղաները նորից բռնում են կալվածատիրոջն ու տուր թե կտաս ձախորդ դարբնին։ Տուն վերադառնալիս կալվածատերը նախատում է կառապանին. Սատանան տանի քեզ, ինչի գոռացիր, որ էլի տան, հը։ Վայ տերիմ, ախր դուք էիք այդպես հրամայել։ Այ դե լավ, հենց տուն հասնենք, այդ անիծյալ դարբնոցը իսկույն այրիր, ես այլևս դարբնություն չեմ անի։